Հայկական խոհանոցը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմաքաղաքական գործոններով։ Հայկական լեռնաշխարհում մի ժամանակ գտնվում էր Վանի թագավորությունը, և Հայաստանում պահպանվել են այդ հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները, իսկ հայկական խոհանոցը իր վրա կրում է դեռևս այն ժամանակների աշխարհագրակլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։ Այսօր հետաքրքիր փաստեր կներկայացնեմ մեր հին հայկական ավանդական ուտեստների մասին։ Մշոշ, Վանա հարուստ խոհանոցի բաղադրատոմս է։ Բառն առաջացել է մշմոշ, ծիրան բառի կրճատումից։ Կան տարբեր տեսակի մշոշներ։ Գլխավոր բաղադրիչը ոսպն է, որին միանում են դդում կամ կանաչ լոբի կամ բազուկ, սակայն դասական մշոշը պատրաստվում է ոսպով, ծիրանաչրով և ընկույզով։ Պահքային կերակրատեսակ է։ Բորակի, հայկական ճաշատեսակ, որը հիմնականում պատրաստվում է մսով և խմորով։ Մսով բորակի պատրաստելու համար խմորը բացում են լավաշի ձևով, կտրատում քառակուսի կամ կլոր, վրան դնում աղացած սոխով, պղպեղով, կանաչիով, աղով համեմատ մսի խճողակ։ Խմորը հավաքում են այնպես, որ միսը մնա կենտրոնում, ապա եփում տավարի մսի արգանակով, ուտում են սխտորած մածնով, վրան ավելացնելով հալած յուղ։ Բորանի, ըստ ավանդազրույցի, Բորանի ճաշատեսակն առաջացել է Սասանյան Խոսրով վարքայի դուստր Բուրանդուխտի անունից։ Նա շատ էր սիրում մածուն, և երբ գահ է բարձրանում, իր պատվին մածնով կերակրատեսակները կոչվում են բորանի։ Հայկական ավանդական խոհանոցում կան տարատեսակ բորանիներ՝ մսային, բանջարեղենային, բանջարային և այլն, որոնց նմանությունը մածունի առկայությունն է։ Տարեհաց, հայկական ամանորի սեղանին պարտադիր է ունենալ տարեհաց, այլ անուններով՝ տարի, տարին հաց, կրկենե, դովլատ, միջինքի կլոճ, տալաուզի և այլն։ Տարեհացը պատրաստում են կլոր կամ ձվաձև, երեսին շաղ են տալիս սերմեր կամ ջրեր, որոնք խորհրդանշում են ընթացիկ երկրագործական տարվա բերքի առատությունը, մեջը դնում են միջինք, կորիզ կամ մետաղադրամ, որը խորհրդանշում է հարստություն և բախտավորություն։ Կաղանդի գիշերը կտրում են տարեհացը և բաժանում տան անդամներին և կենդանիներին, ում բաժնից որ դուրս է գալիս միջինքը, տան հաջողությունը նրանից է ակնկալվում։ Քելեկյոշ կամ քալագյոշ, գարնանամուտի տոնածիսական ճաշատեսակ է, Վան Վասպուրական նահանգի խոհանոցից։ Պատրաստվում է մեծ կաթսայով և մատուցվում խաշի նման բազմամարդ սեղանում։ Յուրաքանչյուրը իր ափսեի մեջ լցնում է չոր լավաշ, վրան շատ խաշած ոսպ, ապա տաք չորթանը, իսկ ամենավերջում սոխառածը՝ լեռնային կանաչիների՝ դաղձի, ուրցի, անանուխի հետ։ Ոմանք նաև սոխառածը պատրաստում են տհալի, ղավուրմայի, յուղի ու մսի հետ։ Բազրկանի, բառը թարգմանաբար նշանակում է վաճառական։ Մուսալեռում այն եղել է հովվի ճաշի անվանումը։ Կան տարբեր տեսակի բազրկանիներ։ Մախախի մեջ եղել է սուրգի, մուսալեռան հորած պանիր կամ ձիթապտուղ։ Սարերում լիքն են ձիթենիներն ու ընկուզենիները։ Հետևաբար՝ մի քիչ ձիթապտուղ, մի հատ սոխ, լոլիկի մածուկ, ընկույզ և ձիթայուղ, ահա և համեղ կերակուրը հովվի։ Անուշապուր, Զատիկի տոնին պատրաստվող քաղցր ապուր։ Այն տոնածիսական բնույթ է կրում։ Ձավարի հետ եփում են ջրերը, ավելացնում ընկուզեղեն։ Բոլոր հայկական տներում էլ եփում են և հյուր գնալիս իրենց հետ տանում որպես նվիրաբերում։ Կա նաև անուշապուրի այլ տարբերակը, որը կոչվում է մարիամապուր, Աստվածածնա անունով, որը ի տարբերություն անուշապուրի, մեղրի փոխարեն պատրաստվում է դոշաբով։ Թթվեպազ, ավագ հինգշաբթի օրվան հատուկ ճաշատեսակ է։ Նման թթված ճաշատեսակները տարածված է ամբողջ հայկական խոհանոցում ի հիշատակ Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ ջրի փոխարեն նրան քացախ խմեցնելու դրվագին։ Տարբեր բանջարով ու ջրերով ապուր է, առանց որևէ յուղի, մատուցվում է քացախով։ Կոլոլակ, վարկած կա, որ կոլոլակը եղել է Կիլիկյան թագավորության ամենահարկի ճաշատեսակը։ Բառն առաջացել է կերակուրի կլոր ձևից։ Բարբառներում կան տարբեր անվանումներ՝ կլուլիկ, կլուր և այլն։ Կան և մսային, և բանջարեղենային կոլոլակներ՝ կլոր, ձվաձև, երկարավուն ու մանր գնդիկներ։ Մատուցվում է տապակած, խաշած, խորոված ապուրների մեջ կամ մածուն սխտորով։
Մեղրով պյորեք։ Զեյթունցիներին հատուկ քաղցրեղեն, պատրաստված հատկապես յայլաներում, ուր առատ է եղել անարատ յուղը։ Սարերից հավաքել են ընկույզը, մանրացրել ու խառնել մեղրի հետ։ Սաճի վրա թխել են լավաշը, լավաշի մեջ լցոնել միջուկը, ապա տապակել յուղով։ Հիշեցնում է փախլավայի համը։ Արիշտայով կաթնապուր կամ համբարձման ապուր տոնածիսական կերակրատեսակ է, պատրաստվում է Քրիստոսի համբարձման տոնին։ Այս առիթով կազմակերպում են ընտանեկան դաշտագնացություն, բացօթյա կերուխում, տոնական երգ ու պար և խաղեր ու մրցույթներ։ Հատկանշական է, որ կաթնապուրը ճաշակելուց առաջ առաջին բաժինը նվիրաբերում են արտին՝ աղերսելով բարեբերություն։ Թաթխան։ Թաթխան, այսինքն հացը մեջը թաթախելու համար նախատեսված թացան, սերմերից, հատիկեղենից, ընկուզեղենից և տարբեր համեմունքներից պատրաստված մի յուրահատուկ ուտելիք, որ տարածված է եղել հատկապես Արևմտյան Հայաստանի շատ շրջաններում։ Բերքահավաքից հետո չորացրել են, ապա բովել կուտեղենը, դդմի, արևածաղկի, սեխի և ձմերուկի, հետո աղացել, օգտագործելիս վրան ձեթ լցրել և հացը մեջը թաթախելով ճաշակել։